Բացի Հայ ազգային կոնգրեսից ու Ժառանգությունից բոլորդ մարտի 1-ի կոծկման մասնակից եք։ Դիմելով դահլիճում նստած քաղաքական ուժերին, որոնք 2008-ին իշխող կոալիցիայի անդամ էին, այսօր հայտարարեց նախկին արտգործնախարար 2008-ի նախագահական ընտրություններում թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը։ Իրենք այնքան հարց տվեցին ուրեմն Ջահանգիրյանին։ Հարցեր եք տալի, հարցեր տայիք Ռոբերտ Քոչարյանին, որը հեռուստատեսությամբ հայտարարում էր, որ ընդդիմադիրները զենքով կրակում են մարդկանց թիկունքից, սպանում են ոստիկաններին, այդ մեկ հոգի չի դատապարտվել զենք ունենալու համար, այլ չեմ ասում կրակելու։ Բա մի հատ հարցնեիք, այ պարոն նախագահ, ես ինչ ես պատմում։ Արտգործնախարար կար, որ նույնը անգլերեն լեզվով տարածեց ամբողջ աշխարհով, սաղ աշխարհին բացատրեցիք, որ ընդդիմադիրները հարձակվել են զենքով։ Բա մի հատ հարցնեիք, Պարլամենտի նախագահ ունեիք բանի քաղաքագիտության դոկտոր Թորոսյանը, որ գնահատականներ բացատրում, բա մեկը հարցներ այդ ժամանակ։ Այդ հարցերը չեք տվել, հիմա հարցնում եք 27-ի գործով կասկածյալը այսօր հարցնում է ինչի 27-ի հանձնաժողով չեք։ Ստեղծի, ով է ձեռը դբռնել։ Ստեղծի, պարզի, կեղծ ցուցմունք մի դու, ազնիվ ցուցմունք դու կարող է բացահայտվի։ Մենք ինչ կապ ունենք դրա հետ։ Արա ես նստելուց չեմ վախում, ես 3 անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա։ Վաղը մնում է Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ցույց անի, գա եւ պահանջի իրողություն։ Ես զարմանում եմ, ցինիկությունը եւ բանը ամեն ինչ իր սահմանը ունի։ Նիկոլ Փաշինյանը Արզումանյանի ելույթից հետո ծափ տվեց, իսկ նախկին արտաքին գործերի նախարար Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն ընդհանրապես հանեց իր ելույթը։ Մեր ցանկությունի կարող խոսալ, բայց Քանի որ պարոն Օսկանյանը չի խոսում, խոսեք ձեր հետ։ Բացուկի ասա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. Իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ չբարեհաճեցին անգամ սքի օր հայտարարել 2008 թվականի մարտյան օրերին։ Սա մի փաստ է, որ առնվազն քաղաքական մակարդակում հիմք է տալիս հայտարարելու, որ հենց Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան զույգն է կրում մարտի 1-յան սպանդի առաջնային պատասխանատվությունը։ Փաշինյանը հայտարարեց չարժե հավերժ մարդկանց համբերությունը չափել, քաղաքական պորտկման նոր էներգիա է կուտակվել, կարծում է։ Եվ հաջորդ անգամ հրապարակում կանգնած քաղաքացին կունենա արդյունքներ եւ ոչ թե հետևանքներ։ Մայդան Հայաստանում չի լինի, այդ հեռանկարը հանրապետական խմբակցությունից Գալուստ Սահակյանը հրահանգեց մոռանալ։ Այն մարդիկ, որոնք մտածում են, որ Մայդան պիտի լինի Հայաստանում, թող այդ Մայդանը իրենց հոր բոստաններում լինի։ Հանրապետական խմբակցության որևէ ներկայացուցիչ այսօր չասաց, թե դեմ է 2008-ի մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը։ Հիշեցնեմ, այդ իրադարձություններից 6 տարի անցել հայտնի չէ, ով է սպանել 10 զոհերին։ Բայց կողմ չէին մարտի 1-ի քաղաքական էջը բացելուն, վերքերը քրքրելուն։ Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանն օրինակ առաջարկեց օդում մնացած բոլոր հարցերի պատասխանը թողնել ժամանակին։ Հակից Լյուդմիլա Սարգսյանն ասաց, սպանդ իրականացնողները մի քանի հայտնի մարդիկ են, բայց դուք չեք կարող ձերոնց հանձնել։ Սարգսյանը իշխանության գործընկերներին կոչ արեց Ուկրաինայի օրինակին հետևել, իրերն իրենց անուններով կոչել, եթե ոչ, վաղն անուն առանուն հիշվելու են։ Այսքանը Գալուստ Գրիգորիչ։ Իշխանությունը դիմելով Հայ ազգային կոնգրեսին այսօր հիշեց նաև նախկինների մեղքերը, ինչպես նրանց պնդմամբ։ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը կեղծեց 1996 թվականի նախագահական ընտրությունները։ Հակադիր հայացքներ ունեցողների կրքերը պարբերաբար հանդարտեցնող ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, խոսել է գլխավոր դատախազի հետ, մարտի 1-ի գործով իրավապահներ զբաղվում են։ Ընդհանրեն բազմաթիվ օպերատիվ քննչական գործողություններ եւ ես ունենք համոզմունք, որ ապագայում առաջընթաց դրական տեղաշարժ կունենա։ Մարտի 1-ի հարցը ազգային ժողովի քարոզիայում է հայտնվել ոչ իշխանական 4 ուժերի ստորագրահավաքի արդյունքում։ ՀԱԿ-ի նախաձեռնությունը պաշտպանել են Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունն ու Դաշնակցությունը։ Նրանք կողմ են քվեարկելու հանձնաժողովի ստեղծմանը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, քվեարկությունից կերևա ով է մարտի 1-ի բացահայտման պատասխանատուն։ Կստեղծվի արդյոք մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով թե ոչ, այնուամենայնիվ իշխանական կոալիցիայի ձայներից է կախված։ ՕԵԿ-ի Ցեղինե Բիշարյանը հանձնաժողով ստեղծելն անիմաստ է համարում։ Չնայած նրա համար մարտի 1-ի էջը փակված չէ, բայց խիղճն է հանգիստ։ Այն երբ որ նրանց մայրերը հիմա անիծում են ու նրան պետք է անիծեին, ես հիմա հանգիստ եմ։ Մարտի 1-ի դեպքերը բացահայտվելու են,
բայց ոչ պրովոկատորների, այլ մեր լուրջ մարդկանց միջոցով, ասաց Գալուստ Սահակյանը, այդպես էլ չհայտարարելով դեռ անցած տարի մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու քաղաքական դրական դիրքորոշում հայտնած ՀՀԿ-ն այս անգամ ինչպես է քվեարկելու։ Հանգիստ սպասեք, հաջորդ քարորիային այսօր էի ուզում ասեի, բայց չեմ ասում մեկ պատճառով, որովհետև հիմա արդեն կողմնորոշվելու իրավունք կա, գնալ պրովոկատորների հետ, թե չգնալ։